Ինչպես իմանալ, որ քեզ առցանց օգտագործում են։ MLM։ Լավ, շունչդ պահիր, որովհետև այսօր խորասուզվելու ենք ինֆլուենսերների, փողաշխատելու սխեմաների ու մանիպուլյացիաների խորը ջրափոր։ Այս ոդքասթում մենք կարող էինք անուններով խոսել, բայց դա կավելացներ նրանց հայտնիությունը։ Այդ պատճառով քեզ կխնդրեմ պատկերացնել իրավիճակը ու այն հաստատ քեզ ծանոթ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան կհիշեցնի։ Հավատա, սա այն թեման է, որը չես ուզում բաց թողնել։ Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ես ձեր հաղորդավար Փիսոնը։ Ինչպես ասացի, այսօր խոսելու ենք ինֆլուենսեր մարքեթինգի եւ բազմաստիճան կամ բազմամակարդակ մարքեթինգի մասին։ Multi-level marketing, MLM։ Ուրեմն ովքեր են ինֆլուենսերները։ Եթե սոցիալական ցանցերում կաս, հաստատ գիտես ինչ-որ մեկին, որ հայտնի է դարձել չգիտես էլ ինչի համար։ Նրանցից ոմանք ճանապարհորդներ են, ոմանք զվարճալի, մյուսները ընտանեկան վլոգերներ, կամ էլ պարզապես գեղեցիկ դեմքեր են։ Եվ այս ամենում մեծ դեր ունի էսթետիկան։ Այստեղ խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց, որոնք մոլորեսնելով օգտագործում են իրենց լսարանն ու հայտնիությունը, անորակ, անվստահելի, երբեմն էլ վտանգավոր ծառայություններ ու արտադրանք մատուցելու համար։ Եկեք հերթով առաջ գնանք։ Որպես կանոն, տարբեր հարթակներում YouTube, Instagram, TikTok ինֆլուենսերներն ունեն հազարավոր, իսկ միջազգային ինֆլուենսերները անգամ միլիոնավոր հետևորդներ։ Նրանք իրենց համայնքը կառուցել են իրենց կյանքի ամենատարբեր պահեր փաստագրելով՝ հարաբերությունները, ամուսնությունը, երեխաների ծնունդը, տան առևտուրն ու գնումները, արձակուրդները, երեխաների մեծանալը, տոները, Սուրբ Ծնունդի առավոտը։ Քեզնից նայելը, իրենցից նկարելն ու տեղադրելը։ Հասկանում ես, միլիոնավոր մարդիկ դիտում են ուրիշների երեխաների ծնունդները, վիրահատության թարմացումները, առաջին օրը աշխատանքում, համալսարանում կամ դպրոցում։ Այո, լուրջ եմ ասում։ Պատկերացրու միլիոնավոր մարդիկ տեսնեն մի տեսանյութ, թե ինչպես է 5-ամյա աղջիկը գնում դպրոց։ Արդյոք նա հասկանում կամ ուզում է դա։ Չգիտեմ։ Սա արդեն մի ուրիշ օրվա թեմա է, բայց ամենահետաքրքիրը սկսում է, երբ մի օր նրանք հանկարծ հայտարարում են նոր ապրանքի, նախաձեռնության կամ այլ ծառայության գործարկման մասին։ Առաջարկում են դասընթացներ, հանդիպումներ, պրոդուկտներ, որոնք կօգնեն քեզ բարելավել քո կյանքը։ Ու սա կարծես ամենևին կապ չունի իրենց մասնագիտության, հետաքրքրության, զբաղմունքների հետ։ Առաջարկում են մի քանի դրամ ամսական ներդրում եւ դու հնարավորություն կունենաս սովորելու, թե ինչպես կարգավորել ամուսնական կյանքդ, ինչպես աշխատել միլիոններ, ինչպես ճանապարհորդել ծախսելով 0 դրամ եւ նույնիսկ կմտնես մի սոցիալական խումբ կամ ֆորում քո խնդիրներով կիսվելու եւ հետագա քայլերդ քննարկելու համար։ Օ, մոռացա, որ ամեն ամիս մի երջանիկ հետևորդ մի նվեր կստանա էլի։ Մի քիչ շռայլ չի թվում։ Լսել ես երբևէ MLM-ի մասին։ Չեմ խորանա հակամ MLM-ական քարոզի մեջ, բայց ասեմ, որ այս ընկերություններն ավելի շատ նոր անդամներ հավաքագրելու, քան որևէ ծառայություն կամ ապրանք վաճառելու մասին են։ Իսկ ով է իրականում գումար վաստակում։ Բնականաբար, բուրգի վերևում գտնվողները։ Որպես կանոն այս ինֆլուենսերները կապող օղակ են, ու իրենք էլ կամ խաբվել են, կամ միտումնավոր մասնակիցը դարձել այս փողաշխատելու սխեմայի։ Լավ, կմտածես ինչն է խնդիրը, այ Փիսո ջան։ Ուրեմն այս ինֆլուենսերներն օգտագործում են իրենց ազդեցությունն ու հետևորդների վստահությունը, որպեսզի մարդկանց համոզեն միանալ կասկածելի դասընթացների, գնել ապրանքներ կամ ներդրումներ անել։ Սա անառողջ հարաբերությունների դասական օրինակ է, երբ մեկը օգտվում է քո վստահությունից իր շահը առաջ տանելու համար։ Ու իհարկե, ասում են, թե իրենք փող չեն ուզում, որ արդեն հարուստ են, որ այս ամենն անում են միայն քեզ օգնելու համար։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Նրանք վաստակում են իրենց ամեն մի նոր հետևորդից, որ դառնում է հաճախորդ։ Սա հենց այս բուրգի կամ MLM-ի բանաձևն է։ Եվ ուրեմն ահա իմ հիմնական ուղերձը, որ ձեզ կարող է զգոնացնել։ Բազմամակարդակ մարքեթինգը կամ MLM-ը հաճախ շահագործող է։ Նրանք թիրախավորում են մարդկանց խոցելիությունները եւ խոստանում են անիրական եւ անիրատեսական շահույթ։ Սերը եւ ուշադրությունը կարող է մանիպուլացվել։ Զգուշացիր այն մարդկանցից, ովքեր օգտագործում են իրենց ուժը, ինչպիսին էլ այն լինի, որպեսզի քեզ ինչ-որ բան վաճառեն։ Ինֆլուենսերները կարող են իրենք էլ մանիպուլյացիայի գործիք դառնալ։ Որոշ բրենդներ օգտագործում են ինֆլուենսերների հայտնիությունը վտանգավոր բիզնես հնարավորություններ վաճառելու համար։ Ու եթե դու, որ ինձ լսում ես, ունես մեծ լսարան ու կարծիք ես ձևավորում որոշ խմբերում, ապա ինքդ զգույշ եղիր, այս թակարդը չընկնես։ Ինչ կարող ես անել, որ չխաբվես։ Քննադատաբար մոտեցիր այն ինֆորմացիային, որը տեսնում ես on-line։ Մինչ որևէ բիզնես նախագծի միանալը ուսումնասիրիր այն։ Եվ ամենակարևորը, վստահիր քո ներքին զգացողությանը։ Եթե մի բան շատ լավ է հնչում, որ իրական լինի, հավանաբար իրական էլ չէ։
Ես ինքս այս խայծը կուլ եմ տվել, երբ ձուկ էի որսում։ Միացել էի մի դասընթացի ու շատ շուտ հասկացել, թե ինչ հսկայական խաբկանք է։ Իհարկե ամենալավն այն է, որ խուսափեք այս ամենից, բայց եթե ձեզ գտել եք հենց այս իրավիճակում, ապա մի հապաղեք, հեռացեք, մոռացեք։ Ինչպես միշտ, արձանչփումը հիանալի է, բայց էլ ավելի հիասքանչ է, երբ կարևոր բան ես սովորում։ Ու աշխարհը նորովի բացահայտում։ Նույնիսկ եթե այն ավելի վտանգավոր է, քան թվում է։ Լրացուցիչ ինֆորմացիայի համար այցելիր Frontline-ի կայքը և լսիր Փիսոն փոդքասթների այլ թողարկումներ։ Դե ինչպես գիտեք, ձեզ հետ Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։